եթե թագդ մեծ է, գլուխդ հաստատությունն է, դա ինձ թվում է տենց լրիվ արտահայտում է քաղաքական դաշտում կատարվողը։ Մարդկանց զզվեցրել են, հոգնեցրել են։ Իրականում դա մեր համար մարքեթինգային ծառայություն է, դրա համար մենք իրենց վճարում ենք։ Ես այնտեղ աջակցում էի Սրբազանին, ստացվում էր այնպես, որ իր պատկերացած գործին խանգարում էի, էլի, որ գնամ էլի նույն ձև եմ աջակցելու, երբ որ ինքը ասի պետք է շարի, կգնամ իրան անձամբ օգնելու։ Մենակ մեր վարչապետի տեխնացիով մենք կարող ենք մեր գործը անենք ու մեր ծրագրով առանց ինչ-որ նախապայմանների։ Այդ ավտոմատ նշանակում է, որ ոնց որ մենք վերջնագիր ենք տալի բոլոր ուժերին։ Ես անլուրջ բան ասացի։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Քվեաթերթիկ համար 2 բոլորին դեմ եմ։ Մեր Spider-Man-ը ունի բազմաթիվ փոքրիկ հետևորդներ, ովքեր մտահոգ են իրանց ապագայի հանդեպ եւ մեր դեսպաններն են եւ մենք մոտակա օրերին ամբողջ Երևանը ողողելու ենք փոքրիկ Spider-Man-ների փոքրիկ նվերներով։ Բայց իրենք ընտրելու իրավունք չունեն, ոչինչ։ Իրենք ընտրելու իրավունք չունեն, բայց իրավունք ունեն նրանց ծնողները, ովքեր պետք է մտածեն իրենց երեխաների ապագայի մասին։ Այդ փոքրիկներից շատերին Նիկոլ Փաշինյանը այսպես նվերներ է տալիս փոքրիկ քաղցրավենիք, այսինքն ակտիվորեն ներգրավել է իր քարոզարշավին, հիմա դուք փորձում եք նույնը անել, ինչ եք նույնն անում։ Մենք նույնը չենք փորձում անել, Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրսի օգտագործմամբ դադարեցնում է բոլոր տեղերում, դադարեցնում են դպրոցների դասապրոցեսը, ստիպում է ուսուցիչներին, երեխաների հետ ներկայանալ իր հանրահավաքներին, սա փաստացի ընտրակեղծարարություն է։ Ֆինանսավորում են ստացել, հա։ Մի պատասխան ոնց են բաժանում։ Ձեր արչև խաղալիք թերևս գումարներ են, փողեր են, ինչի համար են։ Քանի որ մենք որոշել ենք, որ պետք է լինեն կատարել թափանցիկ ուժ, սա մեր նախընտրական հիմնադրամի գումարներն է, որը որ մենք օգտագործում ենք մեր նախընտրական process-ների համար։ Ինչ է անում այդ գումարները։ Վճարում ենք ինչ-որ ծառայությունների համար, օրինակ Գումարներով, այսինքն խաղալիք փողերով։ Հա, իհարկե։ Դիմակների համար վճարել եք խաղալիք գումարներով։ Այդ չգիտեմ, դիմակները ես չեմ առել, այս փողերով հիմնականում մենք վճարում ենք քաղաքական ուժերին, ովքեր որ մեր համար մարքեթինգային ծառայություններ են մատուցում, օրինակի համար երևի վերջերս տեսել եք քաղաքացիական պայմանագրի, ուժեղ Հայաստանի տարբեր թեզերը, որոնք որ մարդկանց զզվեցրել են, հոգնեցրել են, իրականում դա մեր համար մարքեթինգային ծառայություն է, դրա համար մենք իրենց վճարում ենք այս գումարներով, որ շարունակեն մարքեթինգ անեն, որ բոլորին դեմ եմ քաղաքացիների քանակը էլ ավելի շատանա, որ իրանք կան ու մեծ ձայն տան։ Ուզում եմ հասկանալ, այս ամենի, այսինքն արդյունքում մի տեսակ չեք անլրջացնում ընտրական process-ը։ Ես անլուրջ բան ասացի։ Դե ասում եք վճարում ենք քաղաքական մյուս ուժերին մարքեթինգ անելու համար, մեր համար եւ այլն։ Հա, իսկապես տենց է։ Իսկապես վճարում եք։ Հա, իսկապես։ Վերջել են գումարները։ Չէ, հիմնականում չեմ վերցնում, ոնց որ երևի նվիրատվություն է մեր կուսակցությանը, հիմնականում չեմ վերցնում, բայց հա, ես իդեպ այդ հարցը որ տվեցիք, ասեմ, մենք իմ կարծիքով ոչ մի անլուրջ բան չենք արել, մեր ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք գետ մի բան անլուրջ չենք արել, մենք ինչ արել ենք, կատարել լուրջ է։ Հա, իհարկե կարա մարդկանց մոտ դա հետաքրություն առաջացնի, ուրախանան, իրանց համար ինչ-որ բանը ծիծաղել լինի եւ այլն եւ այլն եւ այլն, բայց մեր քարոզչության ոչ մի արարքը անլուրջ չի։ Շտաբում նկարներ կան, մուլտերից են, իհարկե քաղաքական մուլտերից են, բայց պիտի խնդրեմ մի փոքր ասել ինչու են հատկապես այս նկարներն էստեղ։ Նայեք, այս նկարները մեր աջակիցներից, համակիրներից Բաբկենն է Նավասարդյան նկարել, իրանք բոլորը քաղաքական մեսիջներ ունեն։ Մեր կուսակցությունը փաստացի փետրվար ամսից ենք մենք սկսել ու մինչև ընտրություններ 6 ամիս ունենք, դրա համար եթե ուշադիր ելնեք, այստեղ ասենք պայմանական փետրվարը, մարտը, ապրիլը եւ այլն, մինչև հունիսը։ Որ մեր կալենդարն է մեր գործունեության, էլի փետրվարի 1-ից սկսել ենք ու հունիսի 7-ին տեղ ենք հասցնելու։ Այստեղ օրինակ դու կրթվել ես նորաձևագրած, հայտնի
կրթվել ես նորաձևին, չգիտեմ, ինձ օրինակ ամենաշատը, որ նաև մեր հետ կապ ունի, այս եթե թագդ մեծ է, գլուխդ հաստատությունն է, դա ինձ թվում է տենց լրիվ արտահայտում է քաղաքական դաշտում կատարվողը, ասենք, եթե եղած ուժը ընտրվի կամ ուրիշ ուժեր ընտրվեն, որոնք որ օքեյ են թագի հետ, մենք ստանալու ենք իրավիճակ, որտեղ մարդիկ փորձելու են մեծացնել իրենց գլուխները համապատասխան թագին։ Այդ այն process-ն է, որի մեջ ապրում ենք, ցավոք սրտի իհարկե, մենք չէինք ուզենա նման ձևով տրոլինգ անեինք, բայց կյանքը ցույց է տալի, որ դա իրականությունն է, դա տրոլինգ չի, երբ որ դա իրականությունն է, դա տրոլինգ չես անում։ Սպարտակ ձեր հայտարարություններից ամենաշատ այսպես աղմուկ բարձրացրեց այն հայտարարությունը, որ դուք նշել էիք, որ պատրաստ եք համագործակցել նաև Նիկոլ Փաշինյանի հետ, եթե ձեր վարչապետի թեկնածուին ձայն տան ընտրեն։ Դուք կարծում եք դուք ԿՊ-ից ավելի շատ ձայներ եք հավաքելու, որպեսզի իրենք ձեր վարչապետին ձայն տան։ Նայեք, ես ասել եմ, որ մենք ունենք մի հատ ծրագիր։ Այդ ծրագրի մեջ մտնում է, որ մենակ մեր վարչապետի տեխնացիով մենք կարող ենք մեր գործը անենք ու մեր ծրագրով առանց ինչ-որ նախապայմանների։ Այդ ավտոմատ նշանակում է, որ ոնց որ մենք վերջնագիր ենք տալի բոլոր ուժերին։ Հիմա պայմանական, եթե մեզ հայտնի, այսպես ասած, ընդդիմությունը չունենա բավարար ձայներ, որ ինքը վարչապետ ընտրվի, ու ասենք պայմանական Նիկոլ Փաշինյանի ուժը կամ իր ուժից ինչ-որ պատգամավորներ իրանց քվեարկեն որպես վարչապետ, բան չեն անելու, հա, չեն ասելու են, չէ, մենք համաձայն չենք վերցնում այդ վարչապետի պաշտոնը։ Մեր չէ, ուրիշները, ասենք, պայմանական, եթե ասենք, բանը Քոչարյանի ուժին, բանը կողմ քվեարկեն Փաշինյանի падգամավորները կամ Փաշինյանի ուժը, բանը դրան դեմ են լինելու, ասելու են, չէ, մենք չենք ուզում իրանց ձայներով դառնանք վարչապետ։ Մեր ծրագիրը հստակ է, մենք ասում ենք, մեր համար կարևոր չի։ Մենք ունենք մի հատ վերջնագիր։ Կարծում եք ԿՊ-ն քվեարկի Քոչարյանի օգտին, ես կարծում եմ, իմ ասած այնն է, որ եթե դա տեղի ունենա, Քոչարյանը հաստատ դեմ չի լինելու դրան։ Եթե դա լինի առանց նախապայմանների։ Իսկ մեր ծրագիրը հենց այդպիսին է, ու մեր համար ոչ մի տարբերություն։ Մենք սաղին վերջնագիր ենք ներկայացնում։ ԿՊ-ն կլինի այդ ուժեղ Հայաստանը թե Ռոբերտ Քոչարյանը, մեր համար ոչ մի տարբերություն։ Իսկ որպեսզի այդ բանը նայեք, այդ իմ հայտարարությունից հետո հատկապես ասենք Քոչարյանական մեդիաներն էին այդ ամեն ինչը տենց լավ ուժեղ տարածում, ոնց որ ես իրանց ինչ որ ավել բան չունեմ ասելու։ Ես հասկանում եմ, որ իրանք երևի ինչ որ խնդիր ունեն, մտածում են կարողա չհաղթարեն 8%-ը։ Իրանց խորհուրդ եմ տալի այդ հարցերով զբաղվել։ Մենք մեր գործի վրա ենք կենտրոնացած, իսկ այդ գործը հստակ է։ Մենք որևէ կետ չենք ասել այսքան ժամանակ, որ որևէ կերպ մեր օրակարգից շեղվելու։ Մի քիչ առաջ ասած դու այստեղից ասես կգցես։ Ռոբին Սերլի Իշխան, մենք ձեզ հիշում ենք Սրբազան պայքարից, ես հիմա ճիշտ ասած ուզում եմ հասկանալ, թե դուք ինչու դատերին ներկա չեք, ձեզ հաճախ այնտեղ չենք տեսնում։ Այդ ասում եմ բոլորի դեմի հետ կապ չունի, բայց ես դրա մասին հանրային էլ գրել եմ, որ ես այնտեղ աջակցում էի Սրբազանին, ստացվում էր այնպես, որ իր պատկերացած գործին խանգարում էի, էլի, որ գնամ էլի նույն ձև եմ աջակցելու, երբ որ ինքը ասի պետք է շարի, կգնամ իրան անձամբ օգնելու, ոչ բոլորին դեմով ոչ բան, ես սրտանց իրան էի ուզում օգնել, իմ պատկերացած ձևով օգնելս դարձել էր խանգարել ստացվում է։ Ես համարում եմ այդ ընդդիմությանը ու այս իշխանությանը մի ամբողջություն, դրա համար էլ բոլորին դեմ եմ։ Իրանք ուղղակի փող լրացնում են։ Հենց այդ փող լրացնելով էլ վնասում են իրական պայքարներին։ Ու ես այդ մտքով եմ գործում։ Ու այդտեղ գործելուց ոնց որ ճակա տալու անընդհատ էլի, դրա համար հիմա բոլորին դեմ եմ անում, ես այդ համ ընդդիմությանն եմ դեմ, համ իշխանությանը, համ այս կանոնով ով ուզում է իշխանություն դառնա, սենց որ մնաց, ով էլ դառնա, վարքը մոտավոր ԿՊ-ի վարքա լինելու։ Ուզում եմ հասկանալ, նաև այն ամենին եք դեմ, ինչ որ կատարվում էր Սրբազան պայքարում, այդ ընթացքում, այդ process-ին։ Ընդդիմությանն եմ դեմ, Սրբազանին ընդհանրապես դեմ չեմ, դեմ եմ, որ սրբազանները լինեն բանտում, դա խիստ ապօրինի եմ համարում, բայց ընդդիմությանը ու իշխանությանը ես մի աշկով եմ նայում։
իրանք մի ամբողջություն են, այդ մարդկանց համար են տարբեր։ Իրանք փող լրացնում են, իրանք նույն տեղից այդ փողն ու պարգևավճարն են ստանում, որ լավ մանգակ իրար հետ քեֆեր են անում։ Իրանք մի ամբողջություն են, որ մենք հանգարց չշեղվենք, հանգարց մեր պես-ներին չընտրենք ներսը մեզ ներկայացնեն։ Ոչ ընդդիմությունն է ինձ ներկայացնում, ոչ իշխանությունը, իրանք ընտիր իրար նման են, այդ ընդդիմությունը իրանց մանդատները վայր չդնելով, մանդատներից է կոնֆլիկտը առաջացել, ես պահանջում եի վայր դնեն, լեգիտիմացրել են այն ամեն ինչ կատարվել է այդ ժամանակ, այսինքն մարդու տունը կադաստրի վկայականով, էլ այդ մարդու տունը չի։ Ու աշխարհի համար ինչ որ 70 հայ դեպուտատ կողմ էին, 30 դեմ էին, տես լուծվավ հարցը, էլի, դեմոկրատիկ ձևերով։ Այ դրա համար եմ իրանց դեմ ես, ու չեմ կարա իրանց դեմ չլինեմ։ Տեսեք, մի բան էլ կա, որի մասին կուզեի, որ դուք խոսեք, Սրբազան պայքարի առաջնորդներին, նաև Բագրատ Սրբազանին ձերբակալեցին, կալանավորեցին եւ այսպես ահաբեկչության հոդված կարեցին, այսպես ասած, հիմա ինձ կմեղադրեն կողմնակալության մեջ, բայց դեռ ապացուցված չէ։ Դուք միակ մարդն եք, որ իրապես զենքի հետ առնչություն ունի ազատազենով եւ այլնով։ Ձեզ դա չառնչվեց այդ հոդվածը։ Ինչպես ստացվեց, որ ես չեմ իհարկե կարծում, որ պետք է նաեւ ձեզ նաեւ իրենց պետք է չէ, բայց ուզում հասկանալ ինչպես ստացվեց, որ դուք անմասն։ Ես այդ դեպքերից ժամանակ առաջ էի այդ մանդատների հարցով դուրս եկած, այսինքն փաստացի կապ չունեի ոչ մի process-ի հետ, հյուր չէի գնացել եկե, թե չէ իմ համար էլ զարմանալի կլներ։ Ինչ վերաբերվում է իմ զենքերի հետ կառավարչությանը, դա բացառապես օրինական է, կա նաև process, որը մենք անում ենք ոստիկանության հետ համատեղ օրինական մարդկանց զինելու մասը, մեկը մյուսի հետ կապ չունի։ Բայց այդ ձերբակալությունների առաջի օրերին, երբ որ մարդիկ ձերպես ավելի վստահ չէին կարողանում ասեին կարած գործ կամ բան, ես հայտարարել եմ, որ դա հորինված է։ Հիմա կա դրա ապացույցը, որ հորինված է, որտեղ բոլոր այսպես կոչված տերորիստները կամ տերորիզմով մեղադրվողները դուրսն են, բացի Սրբազանից ու ամենաանմեղից այդ բոլորից։ Ինչը նոնսենս է, աշխարհում չկա տենց երկիր, որ տերորիզմի համար բռնած մարդը դուրսն է լինում, պրոստը չի լինում, մինչև դատերը կպարզվի, էլի։ Դա ծաղր է, դա զբաղացնելու համար է, հիմա մոտավոր նման որակի մի հատ ծաղրի հոտ է գալիս է, ես այդ գնահատականն ունեմ, տենց եմ կարծում, այն դիմակավորների էպիզոդից մենք նույնիսկ դա ծաղրել էինք, մենք էլ ցանցագործներ ունենք, ցանցագործների տեղը, մենք էլ նման վիդեո էինք նկարել, դա հորինված է մեզ զբաղացնելու համար, բայց ինչին կուզեմ ժողովուրդը ուշադրություն դարձնի, որ դա ոչ թե իշխանության խաղն է, դա իշխանության ու այն մեր հայտնի ընդդիմության համատեղ խաղն է։ Իրանք այս ոնց որ մենք մուկն ենք պասերով խաղում, իրանք էլ իրանց փայ մուկն են պասերով տշում, արանքը մենք ենք մնում։ Փող լրացնում են իրար, իրանք փող լրացնում են, իրանք օրինակ իրանց կարելի է իրար հայոյել, բայց այն մի հատ քաղաքացի, որ եթե չեմ սխալվում Նիկոլ Փաշինյանին հայոյել էր, բանտում է։ Էդի հորինված չի։ Ես տրամաբանության կողմնակիցներից եմ, էլի, տենց ոչ դավադրության տևսությանն եմ հավատում, ոչ ազնիվ խոսքերին։ Եթե ընդդիմությունը նույն բառերը օգտագործում է, այդ իրանց թողում են շարունակի, իսկ մի հատ քաղաքացի, ես երկուսին դեմ եմ, այդ բառերին դեմ եմ, դեմից գնահատական։ Մի հատ քաղաքացի Շենգավիթում իր գլխարկով հելնում լայվ անում նույն բառերով, այդ մարդը բանտում է։ Հիմա այդ ջոգողությունը, բացի իրար հետ թիմը լնելով, ուրիշ ոնց կարաք ինձ բացատրեք։ Ես տենց եմ հասկանում, դրա համար եմ բոլորին դեմ եմ անդամ։ Ես սրտանց իրոք բոլորին դեմ մարդ եմ, ոնց որ այն 72%-ը, որ 23 թվականին չգնացին ընտրության։ Ու 28%-ի ընտրածով ունեցան քաղաքային իշխանություն։ Ու այդ մարդկանց հույսով եմ, որ ձեր միջոցները օգտագործելով կիմանան, որ կարող են բոլորին դեմ քվեարկել, որը երկրորդ քվեաթերթիկն է։ Սաղի գնահատականը տանք, մնացածը մենք կանենք։ Տեսեք, դուք շատ հաճախ վիրավորվում եւ նեղվում եք, երբ որ ձեզ կապում են ԿՊ-ի հետ, Սպարտակի հայտարարությունից հետո, որի մասին մենք խոսել ենք իհարկե Սպարտակի հետ, բայց ես մի քանի հարց ունեմ, որոնք ուզում եմ պարզաբանել։ Եթե իսկապես ԿՊ-ի հետ որևէ առնչություն չունեք, ինչպես է ստացվում, որ ազատազենով համագործակցում եք, ասում եք ոստիկանության հետ, միգուցե նաև ՊՆ-ի հետ, ինչպես է ստացվում, որ անցած տարվա, եթե չեմ սխալվում, սեպտեմբեր, օգոստոս ամիսներին էր, որ
ազատազենու մրցաշարեր էիք կազմակերպում հրաձգության եւ Տիգրան Ավինյանը մասնակցում էր մրցանակների բաշխման արարողությունը, այսինքն այնուամենայնիվ որոշակի համագործակցություն կա այդ մարդկանց հետ։ Քաղաքապետարանը պարտավոր է տարբեր պրոյեկտների մասնակցել, մրցումների, օրինակ բարբայի մրցումների, ասին հրաձգության մրցումների, նորմալ է որ մասնակցեն։ Ես ազատազենի տերը չեմ, մարդիկ սովորեն որ կուսակցություն են տենում, գիտեն տեր ունի, ՀԿ են տենում, տեր ունի։ Ես այնտեղ սովորական անդամ եմ, ավելին ասեմ, ես խորհրդից չեմ հիմա, խորհրդի նախագահ չեմ։ Նորմալ է որ ազատազենում մրցումներ լինի, եղել է նաև էպիզոդներ, որ ֆինանսավորել են օրինակ անդիմադիր գործիչներ։ Այդ բոլոր հայերի պարապելու տեղն է, մենք այնպես ենք պահել, որ անկախ իշխանության փոխվելուց ազատազենի ղեկավարը չփոխվի, ինչպես տարբեր նման կառույցներում է եղել պատմականորեն, դա բոլորի մարզվելու տեղն է, այնտեղ բոլորը հավասար են, բոլորը կարան աջակցեն process-ներին ու զարգացնել զենքի մշակույթը։ Դա այս ամեն ինչի հետ ընդհանրապես կապ չունի։ Այսինքն իսկ բանի մասով էլ ասեցի, այս ուժից էլ են եկե, այն ուժից էլ են եկե, խմբով դաշնակցականներ են եկե մարզվե, ապրելու երկիրն է եկե մարզվե 100 քանի հոգով։ Այդ կառույցը ծառայել է բոլոր հայերին, հիմա էլ է տենց ծառայում։ Ես այս շորով այդ կառույց ներս չեմ եթում։